Կեսային հատումը ցուցված է այն դեպքերում, երբ որ մոր կամ երեխայի առողջությանը սպառնում են վտանգներ, որոնք կարելի է խուսափել բնական ծննդաբերությունը շրջանցելով։ Այսինքն առաջարկվում է մի տարբերակ, երբ որ ծննդաբերությունը տեղի է ունենում որովայնահատման միջոցով, դրանով իսկ խուսափելով ծննդաբերական process-ից։ Դա կարող է լինել զուտ ժամանակային պայմանով ստիպված, այսինքն շտապ ծննդալուծում է պետք։ Ասենք ծննդաբերությունը գիտեք ինչ-որ ժամանակ ունի, որ ինքը տևում է։ Կամ պետք է լինի շտապ, կամ պայման չկա, որպեսզի այն ավարտվի հաջող ավարտ ունենա բնական ուղիներով։ Այդ երկու պարագայում կեսային հատումը դառնում է միակ ընտրության վիրահատությունը։ Մեկ կեսարյան հատումից հետո բնական ճանապարհով ծննդաբերությունը դա հնարավոր է եւ ասեմ, որ մոտ 60% նման կանանց կարող են բարեհաջող ծննդաբերել։ Իհարկե պայմանը մեկն է, որ առաջի կեսարյանի պատճառը վերացվել է կամ այլևս չկա։ Պարզելու համար ասեմ, որ ասենք եթե կինը ինչ-որ անատոմիական խնդիր ունի, որը որ մնացել է, որի պատճառով նա կեսարյանների ենթարկվի, բնականաբար հաջորդ ծննդաբերության ժամանակ, եթե այդ խնդիրը վերացված չի կա, կինը նորից ստիպված է լինելու ծննդաբերել կեսարյան հատումով։ Իսկ ընդհանրապես այո, եւ մենք ունենք ազգային ուղեցույց իմիջայլոց, որը որ հենց նվիրված է սպիով կանանց ծննդաբերությանը բնական ճանապարհով։ Ուրեմն կեսային հատումից թե բնական ծննդաբերությունից հետո մոդեցումը նույնն է։ Կնոջ լիարժեք վերականգնվելու համար միջինը պահանջում է 2 տարի եւ լավագույն այդ ինտերվալը միջակայքը ծննդաբերությունների մեջ դա 2 տարին է, ինչը նաև վերաբերում է կեսային հատմանը։ Դա չի նշանակում, որ եթե կինը ինչ-ինչ պատճառներով կեսայինից հետո ավելի շուտ հղիացավ, նա չի կարողանալու նորմալ իր հղիություն տանի, նա կտանի նորմալ, մենք ունեցել ենք դեպքեր 3 ամիս կեսային հատումից հետո հղիացել են եւ նորմալ ծննդաբերել են ժամանակին։ Բայց որ միջին մոդեցումը, ընտանիքի պլանավորման մոդեցումը դա 2 հղիությունների, 2 ծննդաբերությունների մեջ այդ 2 տարվա միջակայքը պահելն է։ Վախը ծննդաբերությունից բոլոր կանանց մոտ կա, բնականաբար, կա դրա վախի աստիճան գոյություն ունի։ Իհարկե բժշկի մեծ դերը դա այդ վախերը կնոջ մոտ անցկացնելն է եւ վստահեցնելը ծննդաբերության համար։ Բայց այո, ես համաձայն եմ, որ կան իրավիճակներ, երբ որ ուղղակի անհնար է կնոջը համոզել, նույնիսկ պարտադրել բնական ծննդաբերության գնալ, այդ բargam դայարի մենք խոսում ենք բացառիկ դեպքերի մասին, ոչ թե պայմանավորված կոմֆորտի ցանկությամբ, այլ հենց վախի, որը կարող է հետո ավելի խորը խնդիրներ առաջացնել կնոջ առողջության համար, հոգեկան առողջության համար։ Այդ դեպքերում միգուցեև բժիշկը այո հաշվի կառնի այդ վախերը եւ կեսային հատում կառաջարկի։ Կեսային հատումից հետո լիարժեք ֆիզիկական վերականգնումը, ներառյալ մարզումները եւ ընդհանրապես սովորական առօրյա իր ակտիվությունը կինը որպես կանոն վերականգնում է 1 ամիս անց։ Մենք խորհուրդ ենք տալիս կանանց 1 ամիս մարզումները եւ այլ հետաձգեն, 1 ամիս հետո լիարժեք կարող է վերադառնալ։ Սեռական հարաբերությունների վերաբերյալ թույլատրելի եւ անթույլատրելի մենք շեմ չենք դնում։ Մենք դնում ենք հաճելի եւ ոչ հաճելի։ Եթե արդեն կնոջ համար դա ցանկալի է եւ հաճելի է, ցանկացած պահից։ Կեսային հատումը որևէ ազդեցություն բացի մեկ լրացուցիչ վերքից, որը կինը կունենա այդ վիրահատությունից հետո որովայնի առաջային պատի վերքի մասին է խոսքը, արգանդի վրա կատարվող կտրվածքի վերքի մասին է խոսքը, ինքը որևէ ֆիզիոլոգիական տարբերություն հետծննդյան շրջանում չի առաջացնում։ Այսինքն կինը ենթարկվում է նույն կանոններին վերականգնման ինչ որ բնական ծննդաբերությունից հետո։ Այդ բոլոր ես լսել եմ այդ միֆերը, որ որովայնի ձևը
կմնա, եթե բնական ծնտաբերի չլինի, իսկ կեսանից հետո անպայման կմնա այդ որովայնը մի քիչ ավելի մեծացած բան, դրանք ավելի շատ միֆերի շրջանից են։ Նախկինում կա այն մոդեցում, որ 35-ից բարձր առաջնահեղիները, առաջնածիններին խորհուրդ են տալիս կեսային հատումով, բայց հիմա կյանքը մի քիչ ուրիշ ռիթմով եւ բիոմեխանիզմներով է ընթանում։ Հիմա կա 40 տարեկան կին, որը ֆիզիկական տվյալներ շատ ավելի լավ ունի, քան 25 տարեկանը։ Ինչից էինք մենք նախկինում, բնականաբար նույն հարցն է, եթե դուք ասեք, իսկ 40 տարեկան կինը նույն ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ պետք է իրան ենթարկի, երբ որ ինքը ֆիզկուլտուրայով է զբաղվում կամ սպորտով 25 բնականաբար կա այդ տարբերությունը։ Բայց կան 40 տարեկան կանայք, որոնք որ հաստատ 25 տարեկանից ավելի լավ ֆիզիկական վիճակի մեջ են։ Ու հաշվի առնելով հյուսվածքների փոփոխությունը եւ այլ, այո, այստեղ կեսարյանների տոկոսը ավելի բարձր կլինի, բայց հստակ ցուցում, որ տարիքն է, հիմա այդպիսի մոդեցում չկա։ Կեսարյան հատումից թե բնական ճանապարհով ծնտաբերելուց հետո մոր եւ նորացնի կապը։ Այո, հոգեբանականը ունի շատ մեծ դեր, բայց դա մի քիչ չափելի չի, հա? Իսկ կան չափելի պահեր, օրինակ մոր բնական ուղիներով անցնելուց երեխան որոշակի միկրոօրգանիզմների հավաքածու է վերցնում, որը իրն է, այսինքն իր մամայինն է, որ ինքը որ ապրել է մամայի մեջ եւ արյան միջոցով որոշակի հագամարմիններ է ստացել եւ ինքը անցնում է իր ծանոթ ուղիով իր համար հարազատ միկրոօրգանիզմների հետ եւ դա պարտադիր պայման է նորացնի մոտ, ասենք իմունային համակարգի ճիշտ ձևավորվելու համար։ Երբ որ մենք այդ ճանապարհը ընդհատում ենք եւ չենք թողում որ երեխան շփվի այդ ծնտաբերական ուղիների հետ, մենք երեխայի մոտ իմունային որոշակի ստրես ենք առաջ բերում եւ ինքը ծնվում է եւ սկսում է շփվել լրիվ օտար միկրոօրգանիզմների այդ բազմազանության հետ, որին միգուցե եւ ինքը քանել պատրաստ չի։ Դա աբացված փաստ է։ Աբացված փաստերից է նաեւ կարտարտադրության խնդիրը, հա, կեսային հատումից հետո կանայք շատ ավելի ուշ են լիարժեք կարողանում բավարարեն նորացնի պահանջները կարտարտադրության հարցում, քան բնական ճանապարհով ծնտաբերածները։ Եվ մի քանի նման խնդիրներ կան, որոնք որ անտեսվում են, բայց մենք նույնիսկ չգիտենք, թե դա երեխայի ապագա կյանքում ինչպիսի հետևանքներ ունի։ Նույնիսկ այդ պահը միգուցե եւ ուսումնասիրված չի մինչեւ վերջ։ Այդ քիչ մասը, որ մենք գիտենք, հաստատ ունի իր նաև հերու գնացող հետևանքները, որ մենք ընտրում ենք, ասենք, բնական ճանապարհով ծնտաբերություն թե կեսարյան, որ կեսարյան հատումը դա մեծ վիրահատություն է։ Ինքը իր ծավալով համարում է մեծ, որտեղ կա որովայնի հատում, որտեղ կա խոռոչավոր օրգանի, որ օրգանն է հատում, այսինքն ինքը իր ծավալով մեծ է, բնականաբար ես տեղից դուրս եկող բոլոր հնարավոր բարդություններով։ Եթե մենք ընտրում ենք, մենք պետք է այդ ռիսկերը նկատի ունենանք։ Իսկ այդ ռիսկերը ծածկում են միայն ցուցումը, խիստ ցուցումը, այսինքն եթե չանենք ավելի վատ է, քան անենք։ Իսկ եթե մեկ է, չունի կինը ցուցում բժշկական։ Ինքը ուրիշ մտքերով որոշում է կեսան։ Ինքը պետք է պատրաստ լինի այդ ռիսկերին ենթարկվելու։